Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը, խոսելու ենք ազգային պարից, երաժշտությունից, որովհետեւ միշտ պետք է հիշել, որ մշակույթը մեր ազգապահպանության, մեր ինքնության ամենակարևոր երաշխիքներից մեկն է, հատկապես երբ այն կերտում են փոքրիկները։ Իսկ ինչու հենց այսօր որոշեցինք այս թեմայով խոսել, քանի որ մենք ազգային ավանդական պարի խմբի երեխաների խումբը հուլիսի 5-ին Տիկնիկային թատրոնում հանդես է գալու մենահամերգով, որը կրելու է Մենքի մանկտիկ խորագիրը, եւ այդ առիթով ունենք շատ գեղեցիկ հյուրեր, պարուսույց Աշոտ Արաքելյան, բարև ձեզ, ինչպես նաեւ պարողներ Նարե Միքայելյան եւ Նարեկ Դալաքյան, բարի լույս ձեզ։ Ինչպես եք։ Բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Ինչպես է ձեզ շաբաթօրը սկսվել, համերգին արդեն պատրաստվում եք, գիտեմ, փորձեր կան, այսօր նախատեսված ունեք փորձեր։ Այո, մեր հիմնական փորձերը շաբաթ եւ կիրակի օրերին են ու ակտիվ, այսպես ասած, ինտենսիվ փորձեր ենք անում, որպեսզի համերգին պատրաստ լինենք երաժիշտների հետ, մեր մյուս պատանի խմբերի հետ, այդպես պատրաստվում ենք մեր մենահամերգին։ Մենքը 5 տարեկան է, ինչպես հասկացանք, եւ 5 տարեկանի առիթով էլ այս մենահամերգը նախաձեռնվել է։ Մի փոքր այս 5 տարիների ամփոփի չա, ներկայացրեք ինչով եք զբաղվել, որքան աշակերտներ եք ունեցել։ Խումբը ստեղծվել է 2021 թվականին, ամենասկզբում, այսպես ասած, մի թաղամասի երեխաներ էին, բարեկամներ, ընկերներ, ընտանիքի, այսպես մոտ ընտանիքներ, ովքեր իրենց երեխաներին բերեցին մեզ մոտ, սկզբում խումբը եղել է մոտավորապես 13 հոգի, հետո աստիճանաբար աճել է ընդհանուր մինչև 40 ու այսպես տարեկան եւ գնացել են եւ եկել են ու այս 5 տարիների ընթացքում հասցրել ենք սովորել շուրջ 60+ պար եւ շարունակում ենք դեռ սովորել, նաեւ դրան զուգահեռ սովորել ենք ազգային խաղեր, ազգային երգեր եւ դրանք փորձում ենք տարածել համերգների տեսքով, բաց միջոցառումների տեսքով։ Գոհ եք երեխաների հաճախելիությունից, որովհետեւ գիտենք, որ այսօր շատ են եւ առհասարակ պարի խմբակները եւ ազգային ավանդական հայկական պարի խմբակները։ Ինչով եք դուք առանձնանում եւ հետո կուզենամ այդ հարցին նաեւ երեխաները պատասխանեն, թե ինչու եք հենց մենք խմբակ գալիս։ Տեսեք, մենք այսպես ասած ձևավորել ենք մենք ընտանիքը եւ մեզ խմբակ ասելը կարծում եմ այլևս բան չէ, հա, համահունչ չէ, խմբակ անունը մեզ ավելի շատ մենք ընտանիք, հա, մենք ընտանիք, հա, որտեղ երեխաները ավելի շատ իրենց ընկերական միջավայրում, իրենց բարուսույց աշակերտներ, այսպես ասած, հարաբերությունը շատ ավելի ընկերական եւ ընտանեկան են եւ դրանով մենք առանձնանում ենք մյուս պարի խմբակներից, քանի որ մենք բացի, հա, բուն պարի փորձերից անում ենք հանրային պարուսուցումներ, իրականացնում ենք տարբեր սոցիալական նախագծեր, դրանով հանդերձ արդեն իսկ տարբերվում ենք պարի խմբակից։ Երեխաներ դուք ինչ Նարեկ։ Քանի տարի է հաճախում եք նախ։ 3 տարին շուտով կլռանա, որ հաճախում եմ։ Մի ուրիշ է էլի այդ ճիշտ նշեցին հարաբերությունները, որ երեխա ուսուցիչ հարաբերությունը շատ ջերմ են, առանձնանում էլի դրանով համար դա է։ Նարե, քեզ համար։ Իմն 3 տարին կլռանա շուտով ինչ ապրում եմ։ Իմ մենք հաճախելը սկսվեց նրանից, որ ես գնացի մենքի ճամբար, ունդեղ ինձ շատ դուր եկավ հենց մենքի հիմնադիրը, որպես պարուսույց ազգային պարերը, ու տենց սկսեցի հաճախել մենք։ Իսկ ասեք, ինձ հետաքրքիր է հատկապես որ պարաձևն է, որ ձեզ ավելի հեշտ է տրվում, ավելի սիրում եք, կան ինչ որ հենց կոնկրետ պարաձևեր, թե բոլորն էլ սիրում եք։ Բոլորն լավ են։ Բոլորն էլ սկզբից դա որ նոր են սկսում հաճախելը մի քիչ ավելի շատ բարդ էր թվում։ Ավելի շատ ոնց որ սովորելու վրա են կենտրոնում, բայց հիմա երբ արդեն սկսել է ստացվել, զգում ես այդ բարից ուժը, այդ հաճույքը կարելի է ամեն ինչ արդեն մեջ։ Իսկ ձեզ համար արդեն մասնագիտություն է որոշել եք շարունակելու եք ապրել։ Թե դեռ չգիտեք։ Ամեն ինչ դեռ արժևում է։ Իսկ ասեք, այո, ամսի 5-ի համերգին որքան համարներ, ինչ համարներ եք նախատեսել, ովքեր են ներառված, որ տարիքի երեխաները։ Տեսեք, մենքը ունի տարբեր պատանիների, այսպես ասած, տարբեր տարիքային խմբերի պատանիներ, ովքեր տարբեր Երևանում, նաև նույնիսկ մարզերում պարում են ազգային պարեր եւ համերգին ներառված են լինելու նաև իրենց խմբերը։ Հիմնական, այսպես ասած, խորագիրը մեր Երևանի ավելի մեծ պատանեկան, այսպես ասած, խմբինն է, որից հետո մասնակցել են նաև մեր մյուս ճյուղ խմբերը, հիմնական տարիքային շեմը, այսպես 6-ից մինչև 13 տարբեր տարիքային
խմբերի մեջ է, հա, տատանվում այսպես։ Իսկ հատկապես բոլոր պարաձևերը ներառել եք, թե բաժանել եք։ Հիմնականում տարելու ենք ծիսական, աշխատանքային, ռազմապարեր, պաշտամունքային պարեր, այսպես պարերը տարբեր բնույթներ եւ տարբեր նշանակություններ ունեն, ուստի փորձել ենք այսպես ասած ծաղկակահ անել եւ յուրաքանչյուր տեսակ պարից որոշակի նմուշ ներկայացնել։ Աշոտ, իսկ ասեք, քանի որ դուք արդեն նշեցիք, որ պարերը նախ ունեն նախապատմություն եւ ձևավորման փուլ, դա եւս ասվում է, պատմվում է միջ պարը, թե միայն պարային համարներ են լինում։ Տեսեք, գործընթացը այսպես է, երբ որ մենք սկսում ենք նոր պար սովորել, ամենասկզբում ներկայացվում է պարի պատմությունը, հա, թե ովքեր էին պարում, ինչ ժամանակներում էին պարում, հա, որտեղի պարա, հարսանիքների ժամանակ էին պարում, թե ինչ որոշակի այլ ծիսական նշանակություն ունեցող պարա, այսպես ասած պատմությունը փոխանցվում է երեխաներին, որից հետո նոր անցնում ենք շարժումների Հանդիսատեսին, այդ հանդիսատեսին, այո, ունեցել ենք նաև համերգներ, որտեղ որ հանդիսատեսին ներկայացրել ենք սկզբում պարի նշանակությունը եւ էությունը, այնուհետեւ պարը։ Սովորաբար այդպես ենք անում, այս անգամ ունենալու ենք մի քիչ տարբերվող ֆորմատ, դա թող անակնկալ լինի հանդիսատեսի համար, որովհետեւ տեղում, այսպես ասած, իրենք վայելեն մենահամերգը։ Նարե եւ Նարեկ, հետաքրքիր է, որ պարերն են ձեր ամենասիրելիները։ Որ պատրաստ եք միշտ պարել։ Իմ ամենասիրելի բարերից իշխանած բարն է։ Բարը իր մեջ կրում է ամբողջ իշխանական բնույթը ու այդ բարելուց դու զգում ես, որ Իշխանուհի ես քեզ զգում։ կարելի է ասել ասել։ Իսկ Նարեկը։ Ես տենց բոլոր բարերն արդեն շատ եմ սիրում, բայց իմ համար Երխուշտան ռազմապարը յուրահատուկ է արդեն դա բարելուց զգում ես այդ ուժը յուրահատուկ պար է իմ համար ցանկացած պայի ցանկացած տեղ ես կպարեմ այդ պարը շատ է դուրս գալիս։ Ես էլ եմ սիրում, չնայած տղամարդկանց պարը որպես այդպեսին համարվում, բայց վերջին տարիներին նկատում ենք, որ աղջիկներն էլ են սկսել սովորել հատկապես Երխուշտա այդ նշելով այդ ուժը, որը փոխանցում է պարը։ Նաև ինձ հետաքրքիր է, քանի որ նկատեցինք տարազները իսկական հայկական են, ինչի մասին արդեն խոսեցինք, կասեք հենց սկզբից շեշտադրումը դրել եք, որ իսկական հայկական մշակույթը ներկայացվի եւ ինչպես եք եկել սրան, որ հենց մաքուր հայկականն այլ ոչ Տեսեք, ցավոք սրտի մեր մշակույթը տարիների ընթացքում բազմաթիվ, այսպես ասած, աղաղաղումների միջով անցել ու մենք հստակ մեծ խնդիր ունենք անաղարտ ձևով պահել մեր պապերից եւ տատերից, այսպես ասած, ավանդված պարերը, հա, երբ որ ավանդական պարերի մեջ ավելացնում են շարժումներ, չգիտեմ, տարբեր այլ ատրիբուտներ են ավելացնում, դա էլ չի համարվում ավանդական, որովհետև իր այսպես ասած բնական իրենց սկզբնական վիճակից դա շեղվում է, ուստի այստեղ նաև անդրադարձել ենք տարազների մասով եւ փորձել ենք պահպանել այդ ավանդական յուրաքանչյուր տարածաշրջանի բնորոշ տարազների, այսպես ասած, էսքիզները, այսպես շատ ենք աշխատել մեր գործընկերների հետ եւ մեր հիմնական, հա, բոլոր խմբերի տարազները փորձել ենք պահել տվյալ տարածաշրջանի պայմաններին համապատասխան։ Եվ Աշոտ, բարի խումբը տարիքային քանի խումբ ունի, եթե լինեն ցանկացողներ, ովքեր կուզենան դիմել։ Բարի խումբը ունի 6 տարեկանից մինչև 65 տարեկան, այսպես ասած, տարբեր բարի խմբեր, հա, խմբեր ունենք միայն երեխաների համար, որտեղ հստակ գալիս են օրինակ 6-ից մինչև 10 տարեկան երեխաները, ունենք 8-ից մինչև 13, հա, 18 եւ բարձր ու այդպես տարբեր տարիքային խմբեր ունենք, լինում է որ օրինակ խառնել ենք, հա, տարբեր տարիքային խմբերը իրար հետպես ենք շարունակում անցկացնել փորձերը ու ունենք դրական արդյունք։ Իսկ ասեք բոլոր այն մարդիկ, ովքեր սիրողական են ուզում միանալ ձեր խմբին, նրանք եւս մասնակից են դառնում այդ իսական խաղերի, ուսուցումների, թե միայն բարի հատվածով կարող են միանալ։ Այո, միանշանակ կարող են միանալ բոլոր հատվածներով։ Մենք սկզբնական շրջանում պարերին զուգահեռ նաև անցկացնում ենք պարախոսություններ, նաև անցկացնում ենք, այսպես ասած, ծիսական որոշակի գործընթացներ, օրինակ, չգիտեմ, ծառի զարդարումը ամանորին, նմանատիպ այլ ծիսական գործընթացներ եւ իրենք անուղղակի կերպով արդեն մասնակից են դառնում դրա եւ նույնիսկ սիրողական պարողները որոշ ժամանակ հետո մեզ հետ բեմ են բարձրանում եւ դառնում են մեզնից մեկը բեմի վրա։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հուլիսի 5-ին լավ համերգ, որպեսզի այդ տրամադրությունը դրական եւ հայկական եւ ազգային փոխանցվի հանդիսատեսին։ Առիթից օգտվելով կցանկանամ ձեզ հրավիրել մեր մենահամերգին։ Շատ ուրախ Կարող եք դիմել այդտեղ, մենք կվերցնենք։ Շատ շնորհակալություն Եվ շատ գեղեցիկ հրավերատոմս։ Շատ աչուկներով սպասենք։ սիրո։ Ձեզ էլ հաջողություն։
Ապագա մեծ պարողներ վստահ եմ։ Նարե եւ Նարեկ։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Պարոսույց Աշոտ Առաքելյանի, պարողներ Նարե Միքայելյանի եւ Նարեկ Դալաքյանի հետ։ Նրանք ներկայացնում էին Մենք ազգային ավանդական բարի խումբը, որի համերգը կլինի հուլիսի 5-ին, ինչպես արդեն ասեցինք, Տիկնիկային թատրոնում կարող եք հետաքրքրվել, գնալ եւ ազգայինի մի մասնիկը դառնալ դուք եւս։ Կհանդիպենք քիչ անց։